Առաջիններից մեկը ես եմ եղել, որ հրապարակավ հորդորել եմ նրան դադարեցնել հացադուլը, չնայած շատ լավ հասկանում եմ, որ անազատության մեջ մարդը առանձնապես ընտրության մեծ հնարավորություն չունի և ինքս էլ գիտակցում եմ, որ գուցե հացադուլը միակ միջոցն է մնացել, որով Նարեկը իր ձայնը բարձրացնի անարդարության դեմ ու նաև որոշակի օրակարգ փորձի թելադրել քաղաքական դաշտին, հանրային դաշտին, քաղաքական դիսկուրսին, հանրային դիսկուրսին։ Կարծես թե Նարեկը ակտիվ այդ ուղղությամբ էլ աշխատում է։ Ես էլ երբ որ օրինակ մարտի 1-ի դեպքերի ժամանակ կալանավորված էի ու հացադուլ էի հայտարարել, որոշակի չափով կարողացա ռեալիզացնել այն նպատակը, ինչի համար հացադուլ էի հայտարարել։ Համենայն դեպս դրսում ակտիվացավ պայքարը կալանավորների ազատության համար, ի վերջո իշխանությունները գնացին ինչ-որ զիջումների և ի վերջո այդպես փուլ առ փուլ կալանավորների հարցը լուծվեց։ Հիմա Նարեկ Սամսոնյանը ըստ էության մեսիջ է հասցեագրում քաղաքական ուժերին համախմբվել գոնե այն օրակարգի շուրջ, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։